Ողջույն, մենք շարունակում ենք հետևել Իրանի շուրջ ընթացող զարգացումներին, կողմերի հարվածներն արդեն իսկ ընդգրկում են էներգետիկ ենթակառուցվածքները, որը որ մեծ վտանգ է սպառնում ոչ միայն մերձավոր արևելքին, այլ նաև համաշխարհային տնտեսությանը, եւ այս զարգացումներից անմասն չեն նաև Պարսիցծոցի արաբական երկրները։ Եվ այս հարցերի շուրջ այսօր կքննարկենք Արաբագետ Երևանի պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հայկ Քոչարյանի հետ։ Բարև պարոն Քոչարյան, շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Եվ այսպես կարող ենք ասել, որ մերձավոր եւ միջին արևելքը կանգնած է անշրջելիության կետի առջեւ եւ հատկապես ծոցի երկրների առումով, անվտանգային միջավայրի հեռանկարի իմաստով։ Ճիշտ է, որ անվտանգային միջավայրը այն ճարտարապետությունը, որը կար մինչև ռազմական գործողությունների սկսելը, դրանք ակնհայտորեն փոխվում են ու դեռ կփոխվեն։ Խնդիրը նա է, որ դեռ չի երևում նոր կոնֆիգուրացիան ինչպիսին է։ Ինչ է դա պայմանավորված, որ առաջի մինչև 3, մինչև այդ գազային ենթակառուցվածքներին հարվածները ունենք իրավիճակ, որ Իրանը փորձում է ասիմետրիկ աշխատել, թիրախավորվում էին միայն ամերիկյան ներկայությունները տարածաշրջանում ճիշտ արաբական երկրների սուվերեն տարածքում, բայց դրանք մինչև սկսելն էր հայտարարվել էր Իրանի կողմից, որ նման զարգացումը տեղ ունենում, բայց երեկոյանից տեսանք սիմետրիկ պատասխաններ, այսինքն երբ որ հարվածեցին հարավային Պարսին, Իրանը հարվածեց Կատարի ենթակառուցվածքներին գազային, որը ամենախոշորն է գոյություն ունեցողներից։ Ինչով է սա հետաքրքիր, որտեվ նախորդ մերձավորելյան ճգնաժամի ժամանակ, երբ որ Սիրիայում էր, ամեն ինչ արվում էր, որ ենթակառուցվածքները հատկապես գազային չտուժեն։ Կարմիր գիծ էր, Ինչի, որտեվ գազային ենթակառուցվածքները, եթե նավթ են հնարավոր արդյունահանել շատ ավելի տնայնական պայմաններում, գազը տենց չի լինում։ Դա ենթակառուցվածքները տարիներ են պահանջում եւ մեծ ներդրում են, այսինքն դա սարքելը նորից, դա շատ բարդ process է, դա համար սա այն լուրջ նշանն է, որ անդառնալիության ինչ որ մի կետ կա այս ամբողջ պատմության մեջ, չնայած Միացյալ Նահանգները հայտարարեցին, որ իրանք չեն իմացել կամ այսօր էլ չի լինի տես բան, փորձեցին զսպել իսրայելական ուժերին եւ բայց արդեն գործողություն տեղի ունեցել եւ սա հետևանքներ ունի թե շուկայական արժեքի վրա, թե արդյունահանման եւ հետագա տեղափոխման հետ կապված, այսինքն սա փոխվելու են։ Դրան գումարած արդեն Օրմուզի հետ կապված իրանական սելեկտիվ մոտեցումը, այսինքն միայնակ որոշել է թե ով պիտի անցնի, ով չպետք է անցնի։ Սա էլ այն կետնա, որտեղ մի հատ լարում տեղ պետք է լինի։ Արաբական երկրները այդ տեսանկյունից դեռ սահմանափակվում են հայտարարություններով, եւ սպառնալիքները, որ կարող են պատասխանել, բայց դա ոնց որ ֆորմալ է։ Սցենարները, որ նայեք, այսինքն արաբական երկրներում հատկապես այն երկրները, որոնք մոտ են եւ փոքր են իրենց ծավալ աշխարհագրական չափերով եւ հատկապես զինված ուժերը տենց ոչ մարտական փորձառություն ունեն, ավելի շատ հույսը դրված էր Միացյալ Նահանգների պաշտպանողական համակարգերի վրա, ինչը չի աշխատում, դա համար սա շատ զգուշ են, բայց սահման կա, որը շատ կարևոր է, արաբական փողոցն է, այսինքն պետք է համ դեմքը պահես, որտեղ իշխանությունը շատ կապված է, եթե իշխանություն չկարողացավ փողոցի հետ, արաբական փողոցի հետ հաշվի նստել եւ պահել իր արժանապատվությունը, դա վտանգ կա իշխանափոխության այդ երկրներում։ Բայց խնդիրը ուրիշ տեղ է նաեւ, որ սահմանը շատ նուրբ է, ինչպես արձագանքել, որ չստացվի, որ Իսրայելն է օգնել կամ Միացյալ Նահանգներն, որտեղ դա էլ չի ընկալվում փողոցի կողմից։ Այսինքն երկընտրանքի արժան է, Շատ նուրբ եզր կա, որը պետք է կարողանան շատ զգուշան, դրանով է պայմանավորված այդ հայտարարություններ, որոշակի գործողություններ, որոնք ոչ բացահայտ տիրույթում են։ Այսինքն շատ բարդ իրավիճակ է, այդ ընտրանքը, թե ինչպես արձագանքել, միասնական, անհատապես, ինչ որ բան արվում է, որը
Երևացող դաշտում չի, բայց այն ինչ երևում է դա ընտրվել է դիվանագիտական ճանապարհը, երկխոսությունը։ Շատ լավ, միանգամից հարցեմ, իհարկե այլ թեմաներ էլ կան, բայց միանգամից հարցեմ, սա կարող է ապագայում փոխել այն հույսը, այն հավատը կամ այն մոտեցումը, որ նրանք երկար տարիների ընթացքում իրենց անվտանգային հույսը դրել էին Միացյալ Նահանգների վրա։ Այսինքն այս մոտեցումը, դիրքորոշումը քաղաքականության կարող է փոխել։ Կարող է փոխել, առնվազն այս բան այդ հարցերը բարձրացվում են, բայց դա կարող է բերել երկու իմ կարծիքով զարգացման, մեկը, ասենք տարածաշրջանում ավելի ուժեղ խաղացող հետ միավորվելը, որը կարող է լինի Սաուդյան Արաբիան, դրալ պարագայում, արաբական երկրների համար, չնայած դա բազմաթիվ տարաձայնություն եւ այլ, մյուսը ավելի շատ ֆինանսական միջոցներ ծախսել, այսինքն արտապատվիրակել Միացյալ Նահանգներին անվտանգային հարցերը, նորից շարունակել մեծ ավելի ուրիշ մասշտաբի եւ ուրիշ չափերով պայմաններով գուցե։ Այո, այստեղ երկու տարբերակներ կարող է լինել, բայց այս պատճառությամբ կա շատ կարևոր հարց, որ պետք է լուծել, այդ հասնել նրան, որ այլ բախումներ չլինեն։ Բայց նրանք ունեն այդ ազդեցությունը ազդելու։ Գիտեք, դիվանագիտությունն է, տարածաշրջան հարևաններ են, տնտեսական շահերն են, այսինքն խոսելու, պայմանավորելու եւ հասկանալ պետք է փորձ են անում, առնվազն այսօր դա արվում է, իրանական կողմի հետ խոսել, հասկանալ դիվանագիտական ճանապարհով հասնել նրան, որ այդ տրամաբանությունները չլինեն։ Բայց մյուս խնդիրը, որ իրանական կողմ ասածը միասնական քաղաքական ղեկավարությունը դե հարցը թե ում հետ պիտի բանակցես։ Արաքչի հետ էս բանակցում, բայց կա մի թեւ, որը որ ոնց որ թե Արաքչին ավելի ծանրակշիռ քան այսինքն Արաքչին իր ինտերվյուներում ինչ էր ասում, ես կարծում եմ, ես գիտեմ կամ ինձ թվում է, չէ, այսինքն տենց ինչ որ բան են չի այդ կառավարման հավաքարկում, այսինքն դա համար այդ խնդիրներն կան, բայց ավել խորացումը կա բնականաբար եթե պայմանական սպորտային տերմինները օգտագործենք, այսինքն կան արաբական երկրների մեջ սպրինտերներ եւ ստայերներ։ Այսինքն կա դիստանցիա վազողներ եւ երկար դիստանցիա վազողներ, այդ երկաների մեջ երևի թե Սաուդյան Արաբիան ու Օմանն են մտնում։ Իսկ այդ մյուս երկրները ավելի շատ սպրինտերներ են եւ երկար տևողության դեպքում շատ հարց առաջանալու նրանց դիմադրողականության եւ ընդհանրապես տրանսֆորմացիոն ինչ process-ների մեջ կհայտնվեն։ Այսինքն իսկ Իրանը տվյալ դեպքում է ստայրը եւ շատ փորձառուստը նա երկար խաղալու կողմնակիցը։ Ի վերջո հեղափոխությունից հետո հենց դրա վրա է մասնագիտացել։ Հանդեպ գաղափարական հիմքեր կան եւ այլն։ Իդեպ այս հաշվի առնելով այդ երկրների արձագանքները արաբական, ընդհանրապես իրենց համար իսկապես սպասելի էր, որ իրենց ենթակառուցվածքները կարող էին խոցվել։ Նման սցենար ակնկալվում էր։ Իմ կարծիքով ակնկալվում էր, բայց կար երաշխիք, որ այդ հակաօդային պաշտպանությունները, թանկ համակարգերը, որոնք վաճառվել էր իրենց գնել էին, դրանք պետք է ապահովեին այդ անվտանգությունը։ Բայց առնվազն ուկրաինական դեպքերից հետո ցույց էին տալիս, որ այդ թանկարժեք համակարգերը շատ հեշտ անարդյունավետ են գտնում ավելի էժան եւ արագ ինչ որ միտեղ հավաքվող կամ որ օդը հնարավոր չի ամբողջ Այո, այսինքն սա պետք էր ինչ որ դա հարցեր առաջացներ ու վերանայվել, բայց եթե այս դեպքերը նայում ենք, տեսնում ենք, որ փաստացի ժամանակին չեն տենց լուրջ չեն նայել խնդրին, հիմա փորձում են արդեն, որտեղ կա ինֆորմացիա, որ ուկրաինական կողմի հետ փորձում են հասկանալ ինչ փորձառություն կա դրոնների դեմ պայքարը եւ ներգրավել որոշակի, այսինքն փորձել հասկանալ ուկրաինական փորձը եւ տեխնիկական նույն թիրախի դեմ են պայքարում շահետ տեսակի եւ նանոթաչների։ Դա որ դες թե այդ ուրատամ այդ երևի որոշ ժամանակ հետո կտեսնենք որոշակի փորձառություն։ Իսկն Ուկրաինան կարող է դառնա այդ փորձի արտահանողը եւ արդեն նման մոտեցմամբ արաբական երկրների հետ փորձի հետ վաճառի հետ
գիտելիքը։ Արաբական երկրների շահերի տեսանկյունից այլ կողմել կուզեի անդրադառնալ նրանց հենց բուն շահերին Իրանի դեմ գործողությունների առումով, այո իհարկե շատ տհաճ է եւ շատ վտանգավոր իրենց համար, որ իրենց ֆինանսական թիվ 1 ակտիվները հարվածի տակ են եւ այլն, սակայն իրենք ինչպես են դիրքավորվում կամ ինչպես են վերաբերվում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունին հենց բուն Իրանի դեմ, նկատի ունեմ իրենց շահերի տեսանկյունից տարածաշրջանի ազդեցության համատեքստում, որովհետեւ կարծիք կա, որ ի վերջո Իրանում իշխանափոխությունը կամ վարչակազմի փոփոխությունը կամ Ամերիկա մեծ հնարավոր իշխանությունը կարող է նաև հարցականի տակ դնել Միացյալ Նահանգների համար արաբական երկրների նշանակությունը։ Դրանք կարող են տարբեր, այսինքն զարգացումների պարագայում կարող են, բայց փաստ է սպայդրությամբ նաև, որ այն գործողությունները, որոնք ծավալվում են Իրանի շուրջ եւ Միացյալ Նահանգների Իսրայելի հետ մասնակցությամբ, դրանք վնասում են անվտանգային այն ճարտարապետություն, որը կար, որից խոսեցինք, այսինքն դա դեռ երկրորդ փուլին պետքա կարողանալ ապրել հասնել։ Այս պատմությամբ շատ լուրջ խնդիր է դա, որ որտեվ խնդիրները խորքային են։ Սաուդա-իրանական խնդիրներ կային, որոնք Չինաստանը կարողացել էր որոշակի միջնորդ դառնալ այդ հաղթահարելու այդ տարաձայնությունները, բայց մինչև երեկվա այդ ռմբակոծությունները, որոնք եւ կոշտայտարությունը սաուդական կողմից, դրանք ոնց որ թե աշխատում էին կամ զսպող էին։ Երեկվայից ոնց որ դա էլ չի աշխատում էլ արդեն։ Սա Իրано-Էմիրատական հարաբերությունները այլ կղզիների վիճելի հարցը կար, Օրմուզի նեղուցում եւ այդ դա արկախված էր Դեռ Կատարի հետ էին համաձայնության եկել այդ Պարսի հետ կապված հարավային հյուսիսային Պարսի օգտագործման եւ երեկվա գործողություններն դա ոնց որ այնտեղ էլ իրանական կողմը ասում է, որ եթե մենք չենք շահագործելու, ոչ մեկ չի շահագործելու այս ամեն ինչը։ Այսինքն այստեղ այդ խնդիրները շատ լուրջ են, այդ փոքր, ասենք Բահրեյնը, որը շիական մեծամասնություն ունի բնակչության Արաբական գարնան ժամանակ այդ ամբողջը հնարավոր եղավ կանխել սաուդական զորքի միջամտությամբ, որ ռազմական ուժը մտավ եւ ճնշեց այդ ամբողջ։ Իսկ այսօր ինչ են արել ջրային այդ մակարդակում ջրամաքրման կայանը ռմբահարվել է։ Իսկ մաքուր ջրի խմելու ջրի խնդիր կա արդեն Բահրեյնում։ Կա մի կամուրջ, որը միացնում է Սաուդարաբիան, դա էլ վնասվել է։ Կիսաքանդը վիճակում է թե ինչ ինֆորմացիա չկա ամբողջական հասկանալու համար, բայց այսինքն սա Բահրեյնը առաջինն է լինելու շղթային, որ տեսնենք դեռ process-ները գնան։ Այսինքն իշխանափոխությունը կարող է լինի, սուննիական իշխող տոմը կարող է չդիմանա այս ամեն ինչին, եթե շարունակվի։ Երկրորդը մենք դեռ չենք տեսել Սաուդյան Արաբիայի անհանգստություն, որտեղ սա կա մի հատ բնակչություն, արևելյան նահանգները, որտեղ հարուստ է նավթային եւ գազային պաշարներով, հիմնական նավթային, շիա բնակ են։ 18-19 թվականին, եթե հիշողությունս չի դավաճանում, այնտեղ լուրջ դիմադրողական շարժում կար, ապստամբություն կար, որի բերնան, որ շիաների առաջնորդին նմերը կար, որին կախաղան հանեցին։ Շիա հոգևորականի մասին է խոսքը։ Իսկ նրանց հետո ոնց այնտեղ հանդարտ է, բայց ինչքան այս հանդարտությունը այս ֆոնին կարող է տևել։ Այսինքն պոտենցիալ վտանգավոր տեղը։ Ձեր ասած արաբական փողոցի հետ ասած։ Իրանք շիական են։ Այո։ Եթե շիական իմամական այդ հայցակարգով կա ցանցալ կերպ աշխատում եւ կարող է պետք է սպասել, որ նաև այնտեղ կարող անհանգստություններ լինեն, եթե ամեն ինչ շատ երկար շարունակվի։ Շատ լավ, այս ամբողջը կարող է ի վերջո անդառնալիորեն փչացնել նաև հարաբերությունները Իրանի հետ արաբական երկրների կողմից։ Դրանք արդեն փչացել են։ Արդեն, այո։ Ոչ թե անդառնալիորեն չէ, որովհետև դա հիմա քաղաքականություն է, հարևաններ են, ուզեն մի օր խոսալու են, բայց այդ հարաբերությունները եթե որոշ հարթակներ, որոշ ջանքերով, ասենք ինչպես ասած չինական, հնարավոր էր որոշակի բերել պլատֆորմի երկխոսության,
Դա ճեղքվածքը մեծանում է։ Մեծանալու իր հետ, եթե այդ վտանգը չլիներ, որ չասոցացվեր այդ գործողությունը ընդդեմ Իրանի իսրայելական թելելու արդեն կարող ենք տեսնել որոշակի միավորում է սամոֆիցիալ եւ դրա ինչ որ գործողություններ կամ հայտարարություններ միասնական արաբական կոնտեքստում։ Բայց դա դեռ շատ դժվար հարց է, շատ զգայուն հարց է, ինչպես ասացինք, դրանք դեռ խմորումների ենթակա են։ Շատ կտրուկ բաներ պետք է տեղի ունենան, որը հնարավոր լինի հիմք ընդունել եւ ցույց տալ, որ դրա շուրջը համախմբում, այլ ոչ թե օգնել Իսրայելին, Իրանի կամ Միացյալ Նահանգներին այդ հարցը լուծել, որտեղ դա չի ընկալվում։ Դա այս ամբողջ կոնտեքստից դուրս է Էմիրությունները, որտեղ էմիրատական փողոցը մի քիչ պակիստանյան է կամ հնդկական է։ Այսինքն այստեղ թեական է։ Այստեղ դա մի քիչ ավելի ճկունություն որոշակի տեսակի ունեն էմիրությունները այս հարցում։ Դա համար սպասենք տեսնենք զարգացումները։ Պարսից ծոցի երկրներից կարծեք թե մի փոքր Օմանն է առանձնանում իր դիրքորոշմամբ, վերջերս օրերս The Economist-ը հրապարակեց Օմանի արտգործնախարարի խոսքերը, որը նա ասում էր, որ իրականում բանակցությունների արդյունքում Իրանը ու Միացյալ Նահանգները մոտ էին համաձայնությանը եւ սա այս հարձակումը պարզապես կատաստրոֆա է անվանել, սա ինչպես կարելի է մեկնաբանել Օմանի դերը ինչպիսին է։ Եք Օմանը նոր չի միջնորդ, Օմանը վերջի 40 տարվա ընթացքում անդադ միջնորդ է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խոսակցությունների, բավական մեծ ջանքեր Օմանը յուրատուկ դիրք ունի ամբողջ պատմության եւ ընդհանրապես տարածաշրջանի արաբական երկրների կոնտեքստում սա լուրջ պատմություն ունի Օմանը դիմադրողական, հակագաղութատիրական, իսկ հաջողություններ ունեն պատմական Օմանը ավելի մեծ է, քան այն Օմանը, որը որ մենք տեսնում ենք մարդիկ կարողացել են ժամանակին եւ դրանց պայքարի ընթացքում այսինքն այնքան մեծացնել տարածքները, որ մայրաքաղաքը Մոսկվայից եթե չափենք գտնվում մոտ 5000 կիլոմետր հեռավորության վրա, ասենք Զանզիբարում էր։ Այսինքն այնտեղ տրադիցիաներ կա, այնտեղ կա յուրահատուկ նաև այդ մշակույթ, որը գալիս է իսլամ տեսանկյունից են յուր առանձին ուղղություն իրենք, իբադիական իսլամի հետևորդ են։ Այդ բարիքի համընդհանուր օգտագործման կոնցեպտը կա, այսինքն որը գալիս է նախ իսլամական շրջանից, իսլամում դա մնացել է տարածքն, այսինքն ջրային ռեսուրսների օգտագործման տեսանկյունից կարելի է նայել Օմանի, թե ոնց են համապատասխան բաշխում եւ ոնց են դա օգտագործում։ Օմանը սպეციფիկ է տեսանկյունից ու այդ այն ինչը որ ասացիք հայտարարան, դա հայտարարվեց հենց առաջի օրերին, որ մոտ էինք, Արարչինը հաստատեց, Օմանի արտգործնախարարն ասաց, որ 14 կետից բաղկացած է, կարծեմ 14 է, 100 սենյա արդեն ամեն ինչ պատրաստել են, դա անգամ ասում եմ, այսքան գրիչ էի պատվիրել, այս ինչ ֆիրմայի, որոնք պետք է ստորագրեն, որտեղ պահանջը տենց է եղել, ինչ որ բանակցությունների մեջ մեջ որ մի կողմից, բայց ասում եմ չեղավ։ Այսինքն դա իրենք էլ են իրենց տեղ զգում իրենց ջանքերը խապված նաև Միացյալ Նահանգների կողմից։ Բայց մի փոքր իրենք այսքան իրենց առանձնացնում են, չէ՞, այլ արաբական երկրներից։ Իրենք առանձին են այդ կոնտեքստով, որ ասացի, որ իրենք ունեն շատ յուրատուկ ինքնություն օմանցիներ, որ իրենք շատ յուրատուկ են, հին են, մեծ քաղաքակրթություն են իսլամի մեջ եղել, միշտ պետականություն ունեցել են, պայքարել են, պորտուգալացիները չեն կարողացել իրենց նվաճեն կամ նվաճեն կարճատևել, այսինքն նրանք շատ եւ իբադիական են, խարիջիական իսլամից է գալիս, այսինքն եթե կա սուննիական աշխարհ, կա շիական, իբադիական խարիջիական երրորդ ճյուղի մեջ, որ մենակ այդ ճյուղն է մնացել, այսինքն այնտեղ շատ համակեցությունը շատ օրենքով ու ավանդույթով ամրագրված է Օմանում, դա համար միշտ փորձել են միջնորդ լինել եւ չեզոքնել բոլոր կարելի են եղել Իրանում։ Անկարելի են եղել եւ այս պատճառությամբ
Նաև այս կոնտեքստում շատ լավ է, որ մենք բացեցինք դեսպանատունը։ Իդեպ դա ինչ նշանակություն ուներ։ Չէ, դա շատ տարիներ առաջ ծրագրավորվել էր, կար համատեղությամբ դեսպանը ռեզիդենտ չէր, բայց նախորդ տարի կարծեմ որոշում կայացած կառավարության ունենալ ռեզիդենտ դեսպան եւ արդյունքը այդ դեսպանատան բացումն էր, որը օրերս եղավ։ Իդեպ Օմանը շատ մեծ դեր է կատարել այս ճգնաժամի փուլում Հայաստանի քաղաքացիների հիմնական հանգույցն էր, որտեղ ոչ միայն հայաստանցիների, այլ նաեւ բոլոր ճամփորդողների, որոնք օգտագործում էին կատարյան կամ էմիրատական օթային օդանավակայանները, նրանք դարձան այդ Օման դարձավ այն տեղը, որտեղով դուրս եկան, մյուս մասն էլ Ռիադն էր, որ ավելի Քուվեյթ ու Իրաքի հետ կապված անրան այդ ճանապարհով մենք կարողացանք օրինակ մեր ուսանողներին, որոնք սովորում էին Քուվեյթում, համալսարանի աջակցությամբ համալսարանի ղեկավարության տոմսերը գնվեցին եւ մեր ուսանողները մյուս մասը ԱԳՆ-ի աջակցությամբ, այսինքն Քուվեյթից տեղափոխեցինք Ռիադ եւ Ռիադից Թբիլիսի, հետո Երևան։ Լավ, եւ վերջին հարցը, որը էլի կարեւոր է, կուզեի նշել Հորմուզի նեղուցի հետ կապված արգելափակման, ի վերջո արաբական ծոցի երկրները, որոնք շատ հարուստ են իրենց նավթով, նավթային պաշարներով, ինչ են անելու կամ ինչ են անում իրենց նավթով։ Այո, հայտնի է, որ որոշ կոմունիկացիոն այլ ընտրանքներ, բայց դրանք կարծեք թե ինչ-որ ժամանակավոր լուծումներ են երևում եւ այսինքն նրանք տարիներ շարունակ հենց Հորմուզն էին օգտագործում։ Ինչ է լինելու դրանց ապա։ Տեսեք, այնտեղ կա գործող խողովակաշար Պարսից ծոցից Կարմիր ծով Սաուդյան Արաբիայի տարածքում, բայց որի ծավալները համարժեք չեն այն ծավալներին, որոնք ծովային ճանապարհով էին դուրս բերվում, բայց դա կարող է սպասարկել որոշակի ծավալ է սպայդրությամբ։ Դեպի հյուսիս այն պրոյեկտները, որոնք Իրաքով նախատեսվում էին, Իրաքի հարավից մինչև Իրաքի հյուսիս Թուրքիայի սահման, դրանք էլ կարող են ակտիվանալ այդ պրոյեկտները։ Բայց դա երկարաժամկետ գործընթաց է։ Երկարաժամկետ է, մյուս պրոյեկտը դա էմիրատական տարածքով միանգամից դուրս գալ Հնդկական օվկիանոս, Օմանի ծոցը դուրս գալը Ֆուջերայի տարածքում, դա երկու ափերն էլ էմիրատական են։ Ժամանակին պլաններ ունեին կանալ կառուցելու ջրանց, բայց աշխարհական կոնտեքստում պայմանից Իրանի հետ հարաբերություններ չէին անում, հիմա եւ դրանք կարող են աշխատել այդ ծրագրերը, բայց նույնպես երկարաժամկետ պրոյեկտներ են դրանք։ Մյուսը մնում է համաձայնության գալը։ Իսկ կատար բան, այսինքն իրենց ճգնաժամը LNG հեղուկգազի արտահանման հարցում։ Նույնն է, նույն ճանապարհով գնար, դրանք խտացած գազներ, որ նավերով տեղափոխվում էին։ Մնում է դիվանագիտությունը եւ ինչից նաեւ այդ համաձայնության գալը, որը իրանական կողմը չի փակել այդ դռները։ Հա։ Պայմանները դրված են հստակ, որոնք բանակցման ենթակա պայմաններ են, ակնկալի է, որ առաջնային այդ ենք տեսնելու, որ փորձել են բանակցել, հասկանալ եւ դիրքավորվել այդ երկրները, որպեսզի կարողան օգտվել նեղուցի հնարավորությունից։ Մնում է նաեւ ֆորս մաժորային այն տարբերակը, որ Միացյալ Նահանգները ուժով փորձում են նեղուցը բացել, բայց դա ահավոր մեծ ռեսուրս է տարա եւ վտանգավոր է նաեւ Միացյալ Նահանգների ծովային ուժերի համար։ Շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Արաբակետ Հայկ Քոչարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։